Markizin seli kulakbeneres. Ճիշտ ասած, որ այկա տեսաժողովրդի սերը մի տեսակ նայում ես դու մի ինչ-որ մեկին ստեղ մի բան էլ չես արել, բայց Աստծո սերը, որ մեզ միացրել է, այդ ուրախությունից ավելի է բացվում քեզ Աստծո սերը եւ ուրախանում ես, որ Աստված սեր է եւ հասկանում ես, որ այդ բաների մեջ ինչքան քաղցր է Աստված Անկեղծ մեզ մենակ Աստծո սերն է, որ սենց ուրախացնում է եւ միայն իր հոգին է, որ մեզ Տերը փառավորվի հիմա մեր մեջ Սուրբ Հոգին մեր սրտերին լեսնի առատապես այն սերն ուրախությունը, այն կյանքը, որ ուզում է մեզ բացի, որ մենք ճանաչենք, որ ինքը սեր է, որ ինքը ուրախություն է, խաղաղություն է, որ մխիթարվենք իր հոգիով, սիրելի քուրախպերներս, որտեղ մենք Աստված գիտի, որ դրանք մեր մեջ ուզում աղաչեցնի եւ լեցնի եւ վայելենք մենք իրան ու ճանաչես իրան, որ ինքը սեր ամբողջությամբ մեկ մտածում ես, մեկը քեզ վշտացել է, մեկը քեզ ինչ-որ ճանապարհը տա կտրե, չգիտեմ, հարց ու կիսուր իրար մեջ չեն, ինչ-որ հարցեր բաժանում շերեփիկը, հարցում տունը, իմ տունն է, բայց Աստված սեր է եւ Աստված ուզում ամենքին, որ բացի, որ ինքը կյանքն է, որ մենք ձգտենք դեպի կյանքը, այդ սերը, որ տվել է մեզ, ելնես, ինչքան դառնացած հոգիներ կան, թեկուզ եւ հավատքի մարդիկ վշտացած, հիվանդության մեջ, բայց Աստված իր սերը ուզում ամենքին հայտնի։ Ես այլ ազգի մահմեդական ժողովրդի մեջ եմ եւ տեսնում եմ իրանց նախանձախնդրությունը, որ իրանք ուզում են, նախանձում են Աստված պաշտությանը, բայց որ գիտես մի տեսակ ուրիշ խղճում ես այդ ժողովրդին, տենում ես այդ, բայց Աստված իր սերը գրած է, որ մարդը ինքը հոժարությունով Աստված մարդուն ազատ կամք է տվել ընտրելու, շատերի հետ եմ զրուցել, շատերին եմ ասել Հիսուսի սիրո մասին, վկայել եմ, թե Աստված ինչպես է բժշկում մարդուն կյանք է տալի, մեկ մանավանդ այս վերջի ժամանակներում իմ հետ կատարվածը իրանք զարմացած իմ երեսն էին նայում, թե ոնց կարող է մարդը այդ ճանապարհով անցնի ու սաղ մնա, բայց փառք Տիրոջը, ես գոհանում եմ Աստծուց, որ ոչ թե մի լավ բանի համար է, որ մեզ ինչ-որ մի լավ բան կա, որ ինձ բժշկել է կամ մեզ նայում է, բժշկում է, այլ ինքը սեր է ուղղակի, դու պետք է հասկանաս, որ ինքը սեր է եւ ինքը քո կորուստը, քո մահվան շուքի ասма, մահվան շուքի ձորի մեջով անցնելուց էլ ասма, չարեմ պիտի չվախենամ, երբ որ մարդը ազատ առնում, մարդը ինքը չի վախենում ոչ մի բանից, որտեվ ինքը ճանաչում է, որ ինքը կյանք է ընդունել իր մեջ եւ այդ կյանքը Հիսուս Քրիստոսն է, փառք Տիրոջը։ Սիրելիներ, ես ուզում եմ Հովանու ավետարանից մի տեղ կարդալ, հետաքրքիր մի դեպք կա Երուսաղեմում տոնի ժամանակ, Հովանու ավետարանի 5-րդ գլխում սենց բան է գրված։ Նրանցում խիստ շատ հիվանդներ կային, պարկած, գույրեր, կաղեր, չորացածներ, որ ջրի շարժվելուն էին սպասում, որտև Տիրոջ հրեշտակը ժամանակ վայր էր գալիս եւ այն ավազանը եւ ջուրը շարժում էր եւ ջրի շարժվելուց հետո նրա մեջ առաջ մտնողը բժշկում էր ինչ հիվանդություն էլ ունենար եւ այնտեղ մի մարդ կար, որ 38 տարի էր հիվանդության մեջ էր, երբ որ Հիսուսը նրան պարկած տեսավ եւ գիտած թե արդեն շատ ժամանակից է նրան ասեց կամենում ես առողջ լինել, հիվանդը պատասխանեց նրան, Տեր, մարդ չունեմ եւ երբ որ ջուրը շարժվում է, ինձ ավազանի մեջ գցե եւ միջև որ ես գալիս եմ, ուրիշը ինձանից առաջ իջնում է մեջը եւ Հիսուսը նրան ասեց. «Վեր կաց, մայրը տար եւ ման եկ»։ Եվ մարդն իսկույն առողջացավ եւ վեր առավ իր մայրը եւ ման էր գալիս եւ որ շաբաթ էր։ Հրեաներն էլ ասեցին բժշկվածին. «Շաբաթը արժան չէ քեզ մայրդ վեր առնես»։ Եվ նա պատասխանեց. «Նա որ ինձ բժշկեց, նա ասեց ինձ ամեն»։ Սիրելի ախպերներս, մի դեպք որ մի մարդ Երուսաղեմում Աստվածպաշտ ժողովրդի մեջ 38 տարի մարդ որ հիվանդ է եղել եւ 38 տարի իր եղբայրների մեջ մեկը չկար ասма որ այդ մարդու համար հոգս աներ 38 տարի այդ խեղճ մարդը դե պարկած եղել եւ ոչ մեկ մի օր ուշադրություն չի դարձրել եւ մեկը չի եղել որ ասի
Այս մարդը մեղ կա, վերջապես օգնենք սրա, այս անձնավորությանը, որտև ստեղ երկար տարիներ, միգուցե իրանց սրտի մեջ ասել են մեղավոր է, ասած կլեն, որտև մեր եղբայր քուրերը ունեն այտենց մի պարգև, որ սենց ասեմ, որ հենց որ մեկ հիվանդանում անպայման մի մեղ գործած կլնի, որ էսի սենց մի չարիքի հանդիպե, բայց բաներ կասո փառքի համար ասելինես, որ Աստված փառավորվի եւ իր ժողովուրդը տեսնեն իր փառքը, որ իրանք տեսնեն ու փառավորեն, որ իրանք սրտանց մոտենան, ըստեղ գրած է, որ շատ հիվանդներ կային, եւ դրանից հետո գրված է, որ այս հիվանդները չմոտիկացան իրանց բժշկության համար, թեկուզ տեսան, որ այդ 38 տարվա բաց թողված անտեսված մարդը, սիրելիներս, բայց Աստծո աշկի առջև այդ մարդը անտեսված չէր։ Մի անկյունում չի կարողանում քայլել այս մարդը, որ մտնի առաջինը, ինչքան է փափագե, ինչքան է խնդրե, եւ մեկ օր Աստված այցելություն արեց այս անձնավորությանը, յուրահատուկ ձևով, ինքը անձամբ Աստված Հիսուս Քրիստոսը Աստծո որդին մոտիկացավ ու նրան ասեց, եւ նա անկեղծությամբ կիսվեց իր դժվարությունը, ասեց, որ մեկը չունեմ, մեկը ինքը ես չեմ մտածում, որ ինքը կարող է տարիներ առաջ, որ նորա հիվանդացե, որբ եղե, բարեկամ, տես բան թեկուզ գրված չի, ուղղակի ես մտածում եմ այդ ուղղությամբ, որ այս մարդը իր բարեկամներն էլ են միգուցե ձեռները լվացե, ինչ գան նստեն, երբ հրեշտակը ջուրը շարժի, երբ այս մարդուն վերցնեն, կարող է փորձել են արել, ես չգիտեմ, գրված չի ուրեմն չի եղել, բայց այս մարդը մենակ է մնացել եւ ում մեջ հավատքի ժողովրդի մեջ, Իսրայելի Աստծո ժողովրդի մեջ, որ բարին գործելու կանչված ենք նաեւ եւ մենք որպեսզի բարին գործենք, Տերը փառավորվի սիրելիներս, ստեղ մի մարդ, որ ինքը 38 տարի ինչ մեղ կա գործը ես չգիտեմ, որ այս հիվանդությունը իրան հասել է եւ Տերը հանդիմանել է իրան։ Սիրելիներս, մի բան եմ ուզում ասեմ, հետաքրքիր է, որ մեր ամբողջ ընթացքը, մեր կյանքի մենք էլ դժվարություններ ենք ունենում։ Այն դժվարությունը, որ ես ունեցա այս տարի ներողություն, հունվարին ես էլ դժվարությունով անցա շատ, որտեվ իմ հիվանդությամբ շատերը 95% մահացել են, ոչ մեկ սաղ չի մնացել, բայց Աստված, որ մարդ կա մի տրոմբ է պոկվում, 2 տրոմբ, իմը ասեցին, որ ամբողջության 2 ոտքերիցս սալյուտ ոնց են խփում օդում, ասեց տենց է, սաղ թոքերով, բայց էլի, երբ որ եղբայրները մեր տունն էին խոստովանության խոսք եղավ, հաջորդ օրը Տիրոջ խոսք եղավ, որ վստահի ինձ, ես մի տեսակ շփոթության մեջ էի, աղոթում էի, բայց ուզում էի, որ Աստված ինքը խոսա իմ հետ, մարդիկ շատ բան ասում են ես հիվանդանոց եմ, բայց ես ուզում եմ, որ նա իմ հետ խոսա, որտև ուզում ես, դու էլ ես ուզում, որ Աստված ինքը քո հետ խոսա եւ ինքը խոսում է քո հետ, քո սրտի հետ, քո մեջ, որ դու լսելու ականջ ու սովորես նրա ձայնը եւ հասկանաս, որ նա է քո հետ խոսացողը, եւ որ քո սիրտը բացես եւ հավատաս, որ նա ինչ որ ասում է քեզ, վստահես իրան եւ հավատքով այն կյանքը, որ ընդունել ես, գիտեք ինչ, այդ հիվանդության մեջ ես չի ասում, որ դե մարդ ես հիմա, բայց որ Սուրբ Հոգով այսքան տարիներ ապրել ենք, ինքն կյանքը ուրախությունը դրել է, մի տեսակ այդ սովորական էր, ինչ որ պետք է լինի, Տիրոջ մոտ պետք է լինեմ, ուրիշ բանի մասին մտածելու տեղ էլ չկա, որ մտածես, աման կարող է դժոխք կեքամ, անհավատության այդ բաները կարող է, եթե դու այդ ընթացք հոգևոր կյանքի մեջ Աստծո սերը, Քրիստոս կյանքը բացված չլինի քեզ, հիշում եմ մեր վրեժ աղբոր հետ, մեր Արսեն աղբերը ջրվեժի, մի հիվանդի համար աղոթում էինք, Աստված չգիտեմ, այդ պահին ինձ մի ուրիշ բան աղոթում է եւ բացեց իմ մեղքի բնությունը, ընենց ողբալով սկսեցի լացել, գիտե, այդ երևի քուրիկը մտածեց իր համար է մտեց ողբալով, բայց ես իմ վրա էի լացում, ասում է ես արժան եմ այդ դատաստանին Տեր, ես ինձ բացել էր Աստված այդ ամենը, սերներս եւ ես համաձայնվել էի, որ ես արժան եմ, ես տենում էի Հիսուսի չարչարանքը բացվել էր եւ ես ասում էի Տեր, ես արժան էի դրան,
Ես տենում եմ, ես արժան չեմ քո չարչարանքներին։ Սիրելիներս, այսօր ամեն մեկս հետ կարիք ունենք, որ Աստված, սիրելիներս, չի եղել մի պահ, որ դու խնդրես իրան ու ինքը խոսա, եթե մեկը ավետարանով, ես հիշում եմ մի դժվարության մեջ էի, տենց եկեղեցուց դուրս եկա, զանգեցին, ունես հրատապ խառը բան ասեցին, մի տեսակ սիրտս լցվեց ու կանգնել եմ դիմացը մեր Նարչի քաղաքի դիմացը գերեզմաններ այդ գերեզմանոսի կողքը կանգնած եմ ու լացելով աղոթում եմ, ասում եմ Հիսուս ջան, խնդրում եմ խոսա իմ հետ, կարիքդ ունեմ, նոր լսել եմ, խառնվել եմ, մեկ էլ ներս եմ մտնում, այդ եղբայրը, որ երիտասարդ եղբայրը հելավ մեկ էլ ասեց, էսի կորոնավիրուսից առաջ էլ ասեց, մենք կորոնավիրուսից առաջ ենք այս Սաղմոսը կարդացել եւ կարդաց ու ես մեկ էլ լսում եմ, որ Սուրբ Հոգին այդ համարով, այդ խոսքով իմ հետ է խոսում, ունեց քաջություն առա, մտածեցի, ախր այս հարցը եթե սեն շարունակի մեծ խնդիրներ կա առջևում, ոնց պետք է անցնի, ու ես տեսա այդ խաղաղությունը տվեց Տերը, ու ես ասեցի Տերը իմ հետ խոսեց, ու ես խաղաղվա ու ռիսկ արեցի այդ գործընթացը սկսելու, եւ տեսա, որ Աստված իմ հետ օրհնեց բոլոր հարցերը եւ ամեն ինչ վերջացավ բարեհաջող, որտեւ այդ խոսքը Աստված երբ որ դու քու հետ խոսում է, ասում է Մայջը տար գնա, վերցրա ու գնա, կողքերդ մի նայ, թե մարդիկ ինչ կմտածեն քո մասին, կարևորը որ Աստվածը ասողը քեզ, մայջը տար ու գնա, սերներս, ես էլ այդ հիվանդանոցում այդքան անցնում էի, աղոթում էի, առավոտը հելնում էի, ուրախանում էի, որ արթնացել եմ, բայց Տերը խոստացել էր, դրա համար հույսը չէի կորցրել, ասում էի Տերը Գայան ասում եմ, չգիտեմ, իմ հետ Աստված նոր մի բան ավ, հիշում եմ եղբայրներից Վրեժ աղբերն էր իր տղու հետ դեպք տեղ ունեցի, ասեց Աստված իմ բոլոր ներսը քանդել, այնձի բերել է 0 դասարան։ 0 դասարանում ուսուցանում է, ես հիշում եմ եղբայրականում, այտենց չեմ հիշում իր տղու հետ ինչ էր տեղի ունեցել։ Այդ եղբայրների խոսքը, սերներս, այն որ շինաբեր է, այն որ մարդուն կյանք է տալ, այն որ լսում ես դրա մեջ հասկանում ես, որ Աստված ինչ որ գործ է սկսել, հիշվում է քո հոգու մեջ այդ խոսքերը, այդ վիճակ, այդ պարագաները, սերներս, եւ ես զգում ես, որ Աստված ինչ որ այսօր սերներս մեր այդ Աստված մի գործ է սկսել, այն գործը, որ Հիսուս Քրիստոսով կյանք է դրել մեր մեջ, եւ ինքը իր գործը վերջնական կատարելության այն խոստմունքները, մի եղբայր ասեց, ես չգիտեմ, ինչքան կատարյալ ոնց կլնենք, ասի եղբայր ջան, եթե քեզ քո հերը խոստացածները տես բան, մի հավատա, հերը տելի մի բան ասեց, բայց որ քեզ ասողը Աստված է, դու սիրտը տուր իրան, ինքը ինչ որ ուզում է քեզանից, սիրտը տուր իրան եւ սպասի այդ ամենին, որտեվ Աստված կարող է քեզ կատարյալ անել, Տերը փառավորվի, գանք աղոթքի սերներս եւ խնդրենք Տիրոջը, բացենք մեր սիրտը, սերներս, թող Տերը իր Սուրբ Հոգիով լեցնի մեր ներսի